Խոսել Արցախի բարբառով Արցախի մասին, ներկայացնել Արցախը հենց արցախցու աչքերով։ Մոսկվայի հայկական եկեղեցու Տապան թանգարանում արցախյան շունչն էր թևածում։ Հիշում ենք, որ կորուստի չմատնվենք, հիշում ենք, որ վերադառնանք։ Այս միտքն էր կարմիր թելի պես անցնում յուրաքանչյուրի խոսքում Արցախին նվիրված ցուցադրության բացմանը։ Տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես Արցախի հերոսական պայքարի հաղթանակի օր, եւ հենց այդ օրվան էր նվիրված ցուցադրությունը, որը մայիսի 10-ին բացվեց Մոսկվայում։ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանն իր օրհնության խոսքում նշեց, որ Արցախը թեպետ ավերված է եւ ամայի, բայց միշտ մեզ հետ է։ Մեր սրտերն այնտեղ են, որտեղ մեր սրբավայրերն են, մեր արցախյան եկեղեցիները, ասաց Եզրաս Սրբազանը։ Այսօրվա ցուցահանդեսը մեր բողոքն է Արցախի դավաճանական հանձնման դեմ։ Մեր բողոքն է Արցախում հայկական հոգևոր ժառանգության բարբարոսական ոչնչացման դեմ։ Մեր բողոքն է ահաբեկչության եւ ցեղասպանության դեմ։ Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշեց, որ հայ ժողովուրդը կանգնած է հայրենիքը կորցնելու վտանգի առաջ եւ պետք է միասնական գործել ընդդեմ չարի։ Նա նաև խոսեց բռնագաղթած արցախցիների եւ Բաքվում պահվող գերիների իրավունքների պաշտպանության մասին։ Ամեն օր բոլոր հնարավոր ացիաներում պետք է խոսենք գերիների վերադարձի մասին։ Եթե կան գերիներ, ուրեմն մեր հարաբերություններում, Ադրբեջանի Հայաստանի հարաբերություններում ամեն ինչ լուծված չէ։ Ուրեմն այդ խաղաղությունը իմիտացիա է։ Արցախին նվիրված ցուցադրության պատկառելի հատվածը գրքերն են։ Տարբեր ժամանակներում տպագրված գրքերի ընտրանին ներկայացնում էր Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, քաղաքական անցուդարձը, ժողովրդի կենցաղն ու ավանդույթները։ Ոչ ենք անում բոլորին մոռացության չտալ Արցախը։ Մենք պիտի թույլ չտանք, որպեսզի մեր կորուստներին գումարվի նաև մոռացությունը։ Թանգարանում պատշաճ տեղ էր հատկացված Արցախի ռելիեֆային քարտեզին, որը Եզրաս Սրբազանի նախաձեռնությամբ պատրաստվել է Հայաստանում եւ տեղափոխվել Մոսկվա։ Քարտեզի վրա խորաքանդակներով մանրակրկիտ ներկայացված են Արցախի եկեղեցիները, գետերը, լեռները, բնակավայրերը իրենց հայկական անուններով։ Արցախի գեղատեսիլ բնությունը, բնակավայրերը, երկհարկանի փայտե տներով նեղլիկ փողոցները, եկեղեցիներն ու սրբությունները ներկայացված էին արմատներով արցախցի 4 նկարիչների կտավներում։ Արցախը իմ ինքնությունն է, իմ մշակույթն ու լեզուն։ Արցախը մեր ինքնության ու սիրո երկիրն է, ասում է նկարիչ Յուրի Գրիգորյանը։ Նա արդեն 4 տասնամյակ իր կտավներում պատկերում է արցախցի կնոջ ուժեղ, հավատարիմ, հայրենասեր ու նվիրյալ կերպարը։ Ինձ համար արցախցի կանայք ամենասիրունն են, դրա համար էլ ես նրանց եմ պատկերում ու նրանց գովերքում։ Արցախցի կնոջ մասին շատ կարելի է խոսել։ Մի իմաստուն մարդ ասել է, եթե ուզում ես երջանիկ լինել, ամուսնացիր արցախցի կնոջ հետ։ Մինչ սրահ մտնելը հյուրերին դիմավորում են արցախյան գորգերը, վառ գույներով, ազգային նախշազարդերով ու խորհրդաբանությամբ, որոնք անշփոթելի են ու անկրկնելի։ Դրանք համաշխարհային մշակութային գանձարանում արդեն 1000 տարի է իրենց տեղն ու դիրքն ունեն, թեպետ Ադրբեջանը միջազգային հարթակներում փորձում է ներկայացնել հայկական գորգարվեստը որպես իրենց մշակույթի մի մաս։ Եվ ոչ միայն գորգարվեստը, այլև հայկական ժառանգությունն ընդհանրապես։ Չբավարարվելով դրանով հիմնահատակ ոչնչացնում է Արցախի հայկական սրբություններն ու եկեղեցիները։ Այս մասին իր խոսքում նշեց ակադեմիկոս բժիշկ Արմայիս Քամալովը։ Նա ընդգծեց, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի միջազգային հանրությունը տեղեկանա ու դատապարտի այդ եղերագործությունը։ Արցախցին հավատում է, որ վերադառնալու է, որ ինքն ունի վերադարձի օրինական իրավունք։ Մենք բոլորին խնդրում ենք խոսել այդ մասին։ Վաղ թե ուշ պիտի հասնենք այն բանին, որ միջազգային կազմակերպությունները հասկանան մեզ, ու մենք կարողանանք վերադառնալ Արցախ։ Տապան թանգարանում այսուհետ մշտապես կցուցադրվեն Արցախի քարտեզը, արցախցու խաղաղ ու ստեղծագործ կյանքի մասին պատմող կտավներն ու լուսանկարները, որոնք ինչպես հայ, այնպես էլ օտարազգի այցելուների համար հսկայական հարստություն են եւ վկայություն Արցախի հայկականության մասին։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Մոսկվա։